Հենց հիմա ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը հայտարարում է Ղարաբաղի հաշարժումը կործանարար է Հայաստանի անկախության և ինքնիշխանության համար։ Երեկ ճեպազրույցի ժամանակ հայտարարում էր, որ մեր սահմանադրությունից, որը իրենք առաջիկա ներկայացրել են, պետք է հանվի անկախության հռչակագիրը։ Ես խնդրեմ այս հայտարարությունների հետ կապված ձեր գնահատականը տաք։ Դե ինչ ասեմ, թուրքերից ուրիշ բան սպասել դժվար է։ Եթե այստեղ Երևանում իշխում են նույն թուրքերը, որ ասենք Թուրքիայում կամ Բաքվում, բնականաբար նրանք այդ պետք է առաջ տանեն որպես քարոզ։ Հերթական մանիպուլյացիաներն են, եթե մարդիկ հանում են անկախության հռչակագիրը, նշանակում է նրանք կամովի հրաժարվում են անկախությունից։ Սահմանադրությունը ստեղ ինչ գործ ունի։ Հայաստանի Հանրապետության անկախությունը հիմնված է և ամրացված է հենց անկախության հռչակագրով։ Ու այն ժամանակ վիճակը եղել է ոչ պակաս բարդ և վտանգավոր, ոչ պակաս։ Սակայն ի տարբերություն թուրքերին, Իջևանի թուրք լինի, Բաքվի թուրք լինի, տարբերություն չկա, նրանք նույն զիբիլ են։ Հենց իրենց սիրած խոսք եմ օգտագործում, զիբիլ։ Ես հասկացա, որ սրանք միայն թուրքերն են հասկանում։ Ուրիշ խոսքերը, ուրիշ լեզուներով նրանք չեն ջոկում, չեն ընկալում դա ինչի մասին է խոսքը։ Այնպես որ հիմա սերմացնում են, ասենք, մի տեսություն, որ իբր թե ինչ որ մի կործանարար գաղափարներ կան, որոնք են կործանարար գաղափարները, առաջինը, մեծերն են ասել, ցանկացած վերկալեք մեծերի խոսքերը, Հովհաննես Թումանյանից, Ավետիք Իսահակյանից, տոնուն Գարեգին Տեր-Հարությունյանից, Նժդեից խոսքերը, կործանարարը, երբ որ հայը դառնում է թուրք, երբ որ հայը սկսում է մոռանալ եղերնու մասին, ուրանում է, այդ դա է կործանարար, ոչ թե Արցախը թե Նախիջևանի մասին երազանքը կործանարար։ Ստեղ պատրաստում են ոչ թե հայերին, այլ պատրաստում են ստրուկներին, թուրքի ստրուկներին են ստեղ ուզում պատրաստել։ Ես չգիտեմ դա լոնդոնյան ծրագիրը, զիբիլյան ծրագիրը, դա կարևոր չի, կարևորը որ այդ ծրագիրը խաչ է քաշում ողջ հայության գոյության մասին, ասենք ցանկացած էլի գաղափար, որ հայը իրավունք ունի հայկական հողում անկախ, նամանավանդ առաջնահերթ թուրքերից անկախ, այդ պաշինքը օղլի, թուրքերից անկախ, ապրել և զարգանալ բարգավաճել, թուրքերից անկախ, ոչ թե թուրքերից կախվածության մեջ գցել ազգը։ Կործանարար կարող է լինի միայն գաղափար, որ հայը պետք է բարեկամանա թուրքի հետ, այդ դա է կործանարար։ Որտև թուրքի հետ ոչ ոք բարեկամական ասնկապետ չի պահում, վերջում։ Թուրքի դեմ բոլորը ապստամբել են, ոչ միայն հայեր, ու դա փաստը պատմական։ Ու ժիխտել փաստերը, որոնք պատմական են, ու ամրացված են, գրված են, շատ ու շատ երկրների ազգերի պատմության էջերում, դա է կործանարար, ու դա է վտանգավոր։ Ասում եք այդ կոլոտ ապուշը, որ թուրքերի հետ գործարկի մեջը մտել, ասում որ լավ է, որ գերիները և այլը դատվում են Բաքվում, հենց այս տականքի մասին է խոսք։
Գուցե ստականքը կպատմի ոնց է եղել մի հատ օպերացիա, ասենք ավարտը, ինչու է այդ օպերացիան տապալվել Դոնի Ռոստովի քաղաքում։ Շատ լավ գիտի դա ինչ է։ Գուցե տնայս քան խելոկա, միգուցե կգնայ ու հանձնվի որոշակի ասենք ուժերին, որոշակի պետություններին ու այնտեղ դատվի։ Չնայած շնորհակալ ենք իր ազնվության համար, որ նա իրենց հենց իր անձնական թշնամիների մահ է ուզում։ Այդ որ մեկից ինքը ավելի լավ տղա։ Լևոն Նացականյանից ավելի լավ զորավար էր, անգրագետի մեկը, գուցե ինքը պատմի ոնց եղավ, որ իրան բաց են թողել, որ մտնի Հայաստանի հողը, ոչ թե ստերը պչի, այլ պատմի։ Մի խոսքով, այստեղ մենք ուղղակի ականատես ենք հակահայկական դավադրության իրական փաստի հետ ենք ականատես, փաստում, արձանագրում, որ դա հակահայկական եւ հակահայաստանյան եւ հակաարցախյան դավադրություն է։ Ու նրանք բոլորը մասնակից են այդ դավադրությանը, ովքեր հիմա հետին թվով պրինցիպի փորձում են նույնիսկ Ղարաբաղ կոմիտեի անդամներին մատնել, ասել, տարբեր բաներ հորինել։ Երևի թե թուրքերը իր տատու պապու ասեն գերեզմանները չեն քանդել, պահպանում են, ծաղիկներ են դնում իր բարեկամության ասեն գերեզմաններին, երևի։ Դրա համար թուրքերից սիրահարված է եկել, բունկերային գործիչ։ Ասում են 44 օրվա պատերազմի ընթացքում որոշակի Երևանից գնացած բանը էրատոները այնտեղ սպասարկում էին հատուկ ձևի այդ բունկերներում, գուցե իրան սպասարկել են, դրա համար հուշերից ասենք չի կարող ազատվի, դուր է եկել այդ բունկերային սպասարկումները։ Երևի, ստեղ Աստված կա, Աստված է իր դատողը։ Աստվածը չի թողնի, որ նա վայել է իր դավաչանության արդյունքները, ցանկացած մեկի դավաչանության արդյունքները։ Բոլորը այդ ինչ են ասում, վերևների պատիժը կկրեն, անպայման կկրեն։ Ամենայն դեպս Արցախը միշտ եղել է պաշտպանիչ վահան Հայաստանի Հանրապետության համար, երբեք չի եղել կործանարար Հայաստանի Հանրապետության համար, երբեք, նույնիսկ 1992 թվականին չի եղել կործանարար ինչ-որ ասենք փաստ կամ երևույթ, հակառակը Հայաստանի անկախությունը որպես թեմա, որպես ինչ-որ որոշիչ գաղափար ողջ մեր Հայաստանի անկախության հիմնասյունը եղել Արցախահայ, ասենք մարդկանց ազատագրել թուրքից։ Այդ պատճառով ծնվեց Հայաստանի անկախությունը, որ եղել է Արցախը, Արցախի ասենք Հայաստանի միացում շարժումը
որ միավորվե մի տարածաշրջանում ապրող ողջ ժողովուրդը ու այսօրվա օրով փրչոտ, կեղտոտ, հոտած իջևանցի թուրքը պետք է մեզ դասը տա, սովորացնի, թող գնա կախաղան բարձրանա, իրա տեղը ընդեղա, կախաղանի վերևը, բարանով կպած, այլ ոչ թե դաս տալ մարդկանց, որոնք տեսել են ամեն ինչ և 90-ական թվականներում և հետո արդեն ես իմ ինչ կարգի արտասահմանցիք բարձրաձայնում են, որ չէ, բոլոր հայերը պիտի բաց թողնեն, ազատ արձակվեն այդ Բաքվից, այդ հոտած, գարշելի քաղաքից, կրկնում եմ, ցեղասպան քաղաքից, որ արժանի է ոչնչացման, խաբարեն այդ տականքները, որ հայկական, ես իմ որ դարուց եկած Բաքվի գերեզմանոցը հայկական, ոչնչացված է, դժվար է խաբարեն, սրանք թուրքից փող ստանալը գիտեն միայն, ու էդի են ժամանակ, որ շրջակա աշխարհում սաղ տարբեր կարգի որոշիչ իրադարձություններ են տեղի ունենում, էդի են ժամանակ, որ մնաց 2-3 քայլ, ու ամբողջ Կովկասը առաջ կկանգնի, ռուս-իրանական զորամիավորումների միության առջև, ես ցանկանում եմ, որ ոչ միայն ես հասկանամ ինչա կատարվում, ես ցանկանում եմ, որ ցանկացած հայը, ոչ միայն Երևանում, իրադարձությունների զարգացման տրամաբանությունը ընկալի, արդեն շատ ու շատ երկրներում, գրեթե բացահայտ են ասում, որ Իրանը, Ռուսաստանը, Չինաստանը համադրված ջանքերով են գործում, ու այդ համադրված ջանքերը ուղղված են Արևմուտքի դեմ, Թուրքիայի դեմ, ու այդ պայմաններում տարբեր երևանյան շիպիզնյակները խոսում են, որ այս գաղափարը կործանարար է Հայաստանի համար, то ձեզ համար կործանարարը ամեն մի գաղափարը, բացի ձեր փոր լցնելու ու զուգարան վազելու գաղափարներից, քանի որ դուք իցնե տականք եք, դավաճան եք, թուրք եք, ու դա փաստ է, երկրի բնակչությունը դա տեսնում է, ու փարակարը և գումերվա, ասենք տեղական կառավարման մարմինների ընտրությունները դեզապացույց է, որ արդեն Գյումրիում են տեսնում, որ դուք տականք եք, որ դուք եկել եք, դուրս եք եկել, խաչակրած արշավ հայերի դեմ, ահա սա է ձեր արարքը, ոչ թե գունավոր հեղափոխություն թավշա, չէ, դա եղել է հակահայկական խաչակրած արշավանք, բայց արդեն մեզ մնաց, որ Երևանի ժողովուրդը դա տեսնի բաց աչքերով
ու ձեր դեմ դուրս գա փողոցները։ Ու հենց ձեր իշխանության գլուխ ամեն վարքյան մնալն է կործանարար է հայ ազգի համար։ Ոչ թե Արցախը կործանարար կամ եսիմ ինչ։ Երեսուն տարվա ընթացքում չէ, ավելի շատ երևի թե։ Մենք շատ իշխանավոր խմբակներ, խմբեր ենք տեսել, բայց նման փողոցայինների հավաքույթը ամոթ մեր ազգին, ամոթ մեր հասարակությանը, ամոթ խայտարակ մարդիկ եք դուք, եթե դեր շարունակում ենք դիմանալ, հանդուրժել այն, ինչ որ կատարում են ձեր նկատմամբ։ Ու պատմությունը ոչ մեկին մեզանից չի ների, շատ լուրջ բան եմ ասում, չի ների պատմությունը, Աստվածը չգիտեմ, կարող է եւ ների, բայց պատմությունը ոչ մեկին չի ների, որ այսօրվա օրերին պասիվ վիճակում ենք մնացել, ու ուղղակի ես չգիտեմ ինչ ենք սպասում, կործանարարը դա է նաև, որ իմանալով թե աշխարհում ինչ է կատարվում, ինչ պրոցեսներ են տեղի ունենում, շարունակում ենք երգել հայ-թուրքական եսիմ ինչի հարազատության կամ բարեկամության մասին։ Ամոթա ամենայն դեպս Միկա տեսեք երեք վերջապես ավարտվել է Ռուսաստանի խորհրդարանի կողմից հայ-ռուսական, Իրանը-ռուսական համապարփակ ռազմավարական համագործակցության մասին համաձայնագրի, դաշնագրի։ Արդեն ռուսական խորհրդարանի վերին պալատն էլ է վավերացրել։ Մնաց մի քայլ վավերացում, քանի որ Իրանի խորհրդարանը երկու պալատից չի բաղկացած այլ մի ընդհանուր խորհրդարանը, մնացել է վավերացում իրանական կողմից, դա հաշված օրերի հարց է։ Իրանական կողմը արդեն հավաստիացրել է, որ ամեն կերպ, ամեն ջանքով կարողացնի այդ գործընթացը։ Ու արդեն մենք իրոք կտեսնենք, որ ռուս ու իրանացի զինվորները, տարբեր կարգի զինվորները, այդ թվում են սպեցնազի զորքերի զինվորականները, համատեղ զորավարժություններ են անցկացնելու հենց տեղ, այն ժամանակ ինչ կասես, ինչն է կործանարար, Իրան ու Ռուսաստանի դեմ դուրս գալ Թուրքի ցանկությամբ, թե հակառակը, նույն շարքում կանգնել, նույն ռուսի հետ, նույն իրանացու հետ։ Իսկ որ նրանք կոչնչացնեն ցանկացած օտար երկրների ռազմական ներկայությունը ձեր սիրած Զիբիջանում, դա փաստ է։ Ու նրանք անպայման կցավալեն հատուկ աշխատանք, որպեսզի ձեր նմաններին բացահայտեն եւ անպակաս արտաքսեն տարածաշրջանից, որովհետև դուք, ոնց ասեմ, արյան մեջ եք արդեն ներծծել դավաչանությունը ու աշխատել արևմուտքի կամ եսիմ ինչ Թուրքիայի համար։ Ձեզ համար դա արդեն ձեր արյունն է։ Թուրքի արյունակից հանցագործներ եք դուք, ու դա է կործանարար հայության համար։
ով որ թուրքը նա հայ չի կարող հանդիսանալ, նախ եւ առաջ։ Ոչ էլ հույն, ոչ էլ բուլղարացի, ոչ էլ ես իմ Բալկանյան թերակղզու բոլոր ժողովուրդներին թվարկեք։ Ոչ էլ արաբ, արաբները ատելով ատում են ձեր սիրած թուրքերին։ Ու վերկալ մի ասա, ամենալավ ծառայություն, որ կարող եք մատուցել Հայաստանի բնակչությանը, դա կամովի հեռանալ մեր տարածաշրջանից, հավաքվեք ձեր տաշակուստներով, չամպրուկներով ու գնացեք ձեր սիրած Լոնդոնները։ Ինչքան շուտ այնքան լավ։ Ձեր սիրած Փարիզները, ինչքան շուտ այնքան լավ։ Չի լինի ստեղ թուրքը արևմտյան իշխանություն։ Քիչ էր մնացել։ Ու այդ պատճառով մենք վիթխարի վիճակում են գտնվում, որ տարբեր շպիզնյակները հայտարարում են, որ եթե մեր հույս անվտանգության բանակը, ապա մենք չունենք անվտանգություն։ Բաքու հույսը ի՞նչն է, թուրք, հա? Դե կարաս իմանաս, այդ անվտանգությունից, թուրքական անվտանգությունից դու ես զրկված։ Ու վայ են ժողովուրդին, որ տարբեր ասենք պետությունների եսիմ ինչ անվտանգության համակարգերի վրա է հույս դնում, սեփականից հրաժարվելով։ Առաջինն է դա քո սեփական անվտանգության համակարգը, որը հիմնվում է բանակի, զինված ուժերի հիման վրա, այլ ոչ թե ինչ-որ պերճախոս ստախոսի վրա։ Կամ բետոնապատ եսիմ ինչ սյուների վրա։ Չքան ապուշ պետք է լինի մարդը, որ ասում է, շարունակում է ասել, որ այս բետոնը լավ ապահով եսիմ ինչ երաշխավորված պայմաններ են, ասենք, ստեղծում։ Այդ պատճառով հիմա բոլոր սահմանամերձ գյուղերում մարդիկ հրաժարվում են գյուղատնտեսական աշխատանքներից։ Չեն անում, վախում են։ Այդ դուք եք մեղավոր, այսօրվա կառավարիչները ճակերտավոր, որ մարդիկ իր հարազատ գյուղում հողի վրա չի ուզում աշխատի, վախում է։ Այդ վախից ազատվելն է կգա ձեզանից ազատվելու հետ միասին։ Իսկ մենք բոլորս պետք է պատրաստ ենք այնին, որ ինչ-որ մենք մի չափ արդեն տեսել ենք։ Հայ-իրանական հատուկ նշանակության ջոկատների զորավարժություններ, որոնց ինչից հետո կարող է լինի եւ Իրանի նախաձեռնությամբ բնականաբար ձեզանից Իրանի ուղղությամբ որևէ նախաձեռնություն սպասելը դա ապուշության վերին աստիճանը։ Ու մի ձևացեք, որ դուք եք որոշել, որ Իրանի հետ պիտի զորավարժություններ անցկացնենք։ Բացի ձեզանից կան ուրիշ ավելի, ասենք, լավատեղյակ հայեր, տարբեր աշխարհի քաղաքներում, ու նրանք էլ խոստովանող, սա այդ պատճառով արվել, սա այդ պատճառով արվել, երրորդը կլինի այն պատճառով։ Ու բնականաբար իրենց ավելի հեշտ ես հավատում կամ ստախոսների Երևանյան։ Ստախոսներին հավատ չկա, հույս էլ չկա։ Արդեն իմացվում է, ինչ է ինչոց է, արդեն իմացվում է, որ նույնիսկ Դոնալդ Տրամպը ձեր չի սիրած թե սիրած, մերժել է իսրայելցիներին Իրանի վրան, ասենք, պատերազմ սկսել, հարվածներ հասցնել։ Ու իսրայելցիք թաքուն միտք են մտածում, պատկերացնում եք,
եւս մի իրանյան գեներալին սպանել, ոնց որ այն 18 թվականին, եթե չեմ սխալվում, թե 20 թվականին, չէ, այդ կարող է սխալվեմ հիմա, հունվարի 3-ին, Բաղդադի օդանավակայանում ահաբեկչական ձևով սպանել են Կասեմ Սոլեյմանի գեներալ լեյտենանտին։ Էդ են մտածում, որ մի բան անենք, տենց էլի աղմկոտ, որ Իրանը հունից դուրս գա, ու մենք արիդ կստանանք հարվածել Իրանին։ Կարող չեն ստանա, որովհետև ըստ այն ժամանակ կարծեմ անցյալ տարի, անցյալ տարի Թեհրանը հայտարարել է այդ իրական այդպես ասած խոստում գործողության երրորդ մասում մենք արդեն հազարավոր հրթիռներ ենք արձակելու եւ ամերիկյան ռազմաբազաների վրա եւ Իսրայելի վրա։ Եթե Երևանում իշխանավոր ճակերտավոր իշխանավոր խմբին, հանցախմբին թվում է, որ դա կատակը, ինչ ասեմ, դե որ կատակը ապահով ձեզ զգում եք ամերիկացու կամ իսրայելցու տակ կամ Թուրքիայի տակ, գնացեք փորձարկեք ձեր բախտը։ Առանց լացուկոցի։ Հանգիստ գնում եք չամպրուկներով Իսրայել կամ ամերիկյան որևէ մի ռազմաբազա կամ Թուրքիա ու այնտեղ փորձում եք փրկվել։ Եթե ձեր անվտանգության երաշխիքը դրանք են։ Գնացեք, ինչքան շուտ, այնքան լավ։ Այնքան շուտ մենք վերականգնելու ենք Հայաստանի Հանրապետության զինված ուժերը եւ իրենց զինված ուժերը, ասենք, մարտունակություն։ Այն ժամանակ մենք ավելի շատ արագ ենք վերականգնելու ամեն ինչը այդ առումով։ Գիտեք, մեզ չեն օգնի, միայն ձեզ են օգնում Արևմուտքից եւ Թուրքիայից, չէ, մեզ էլ կօգնեն։ Փոխանակ նստեք մտածեք, թե ինչու Չինաստան որորդ ամիս Չինաստանը չի ուղարկում նոր դեսպան ստեղ։ Չգիտեք։ Մի խոսքով, մի շարք ամիսներ Չինաստանը խուսափում է այդ քայլից, տրամաբանական քայլից, ինչու՞, որովհետև ձեր մեջ է տեսնում թշնամին։ Դուք չեմ ասում Ռուսաստանի կամ Իրանի համար թշնամական պետություն եք ստեղծել, դուք Չինաստանի համար ստեղծել եք թշնամական պետությունչիկ, որովհետև դուք պետություն ստեղծող չեք։ Ձեր արարքը ինչ-որ գյուղական, ասենք, սենց համայնքի չափ պետություն չի կա, որ բոլորը ուտեն չի կշտանան։ 7 տարի ձեզ հերիք չի, որ սենց լապում եք։ Ձեր արարքը դա ուտելը չէ, դա լապելը, շան նման։ Շան լապի ամմանից է կերակրվում։ Ամոթը։ Նախ և առաջ ձեր ծնողների համար է ամոթ։ Ես հասկանում եմ, որ որոշակի մարդիկ թքած ունեն իր ծնողներով կերին։ Հասկանում ենք։ Տիպիկ արևմուտքի, ոնց ասում, դաստիարակությունը։ Բայց գոնե հայերի, հայկական գերեզմանների հանդեպ, են որ ասում են, ձայներդ կտրեք, գոնե մի արտաղայտվեք, լեփլեցուն են գերեզմանները Արցախում, լեփլեցուն են հայկական գերեզմանները Բաքվում, հետո ինչ-որ բուլդոզերներով քանդել են։ Դարեր շարունակ ընդեղ հայը ապրել, բնականաբար ունեցել է մերալներ, բնականաբար մերալներից ինչ-որ մի մասունքներ են մնացել հողի մեջ,
Ու եթե մենք շարունակենք նման կարգի մարդկանց հանդուրժել, ես հավաստիացնում եմ, քիչ է որ ինչ որ պետք է կկատարվի անպայման, դա մարդկանց կամքից անկախ է, բայց եթե մարդիկ նույնիսկ կամքի, սեփական կամքի եղունգի չափ տոկոս չունեն, եղերն է կատարվում, ցեղասպանություններ են կատարվում։ Ով է այս մարդկանց հանձնարարել ցեղասպանել Հայաստանի Հանրապետության բնակչությունը։ Կարելի է տարբեր վարկածներ, ասենք ենթադրություններ, հիմա սկսել թվարկել կամ ներկայացնել կամ եսիմ ինչ, բայց ինչ օգուտ։ Ով որ այդ հրաման չտվեց, այդ մարդիկ նույնիսկ չեն պատկերացնում ինչի հետ են մտել, ասենք, մրցակցության մեջ։ Բայց գլխավոր դերակատարը փորձում է այդ պարտադրված հակամարտություններից ազատվի։ Դա նույնը Ուկրաինայում, նույնը, ասենք, Գազա հատվածում, նույնը տվյալ դեպքում Իրանի հետ կապված հարցերում, սակայն ստեղ Երևանում հայտնվում են տականքների մի հանցախումբ, որը ցանկանում է, որ դա շարունակվի, փող են տալիս դրա համար, հա, շատ են տալի, աչքերդ տարբեր ինչն ասում անկյուններ են վազել այդ գումարի չափսից, թող քուրանը ձեր աչքերը, բոլորի մոտ։ Եթե ամփոփենք, մենք պետք է նախ եւ առաջ տեսնենք հերանեկար, չէ՞։ Կա մի ժամանակահատված, չէ՞։ Ու հերանեկարը մեզ, եթե մի հատ ֆրանսիացի գեներալ կա է, Պայեստազորի, ազգանունը Դելավարդ, նոր այսօր է հայտարարել, ինչքան երկար է շարունակում, այնքան էլ ավելի է ուժեղանում տվյալ դեպքում Ռուսաստանի բանակը Ուկրաինայում։ Այդ տեմպերով, ասել է, մարդը ասել է, կարող եք ստուգել իր խոսքերը, այդ տեմպերով Կիև քաղաքը ևս կանցնի Ռուսաստանի տիրապետության տակ, հսկողության տակ։ Ամերիկայից ասում են, որ այդ տեմպերով, այդ վիճակով Օդեսա նավահանգիստ նաև կանցնի ռուսների տակ։ Այդ տեմպերով, էսա, մի հատ, կարելի ասել մերձավոր արևելքի ուրեմն հարցերով փորձագետ Մոսկվայից, բայց հայ աղջիկը Կարինե Գևորգյանը ասաց, երեք ասաց։ Իրանը կվերականգնի իր բոլոր դիրքերը, բոլոր տեղերում, որտեղ նա եղել է։ Ոնց է անելու։ Նա իրավասու չի պատմել։ Գուցեև Իրանի զինյալները սպասում են, երբ որ վերին առաջնորդ գլխավոր հրամանատար հրաման արձակի, որ 1000, թե կուզև 4000 հրթիռներով ոչնչացնի ամերիկական բազաները եւ Իսրայելի, ասենք, ռազմական եւ այլ օբյեկտները։ Մենք չենք իմանում։ Ու պարտադիր չի, որ մենք իմանանք։ Պարտադիր է տեսնել հերանեկար, ռազմավարական, քաղաքական հերանեկար տարածաշրջանի։ Այնա, Կուրսկի մարզում գիտեք, ինչ է կատարվում։ Հավաքվել են մի ստուարտիվ լեղ վարձկանների դիակները, 1900, երկրորդ տեղում, ով, գերմանացի բնականաբար, երրորդ տեղում, այդ բանը, դիակների տեսակետից,
երրորդ տեղում ֆրանսիացիք, չորրորդ տեղում ամերիկացիք։ Մնացածները արդեն ինձ թվում է դա հերիք է, որ իմանանք։ Վրացիք կան, Ադրբեջանի Կովկասյան թաթարները, դիակները կան։ Հեսա կներկայացնեն բոլոր այդ կարգի երկրների, բոլոր կարգի իշխանություններին։ Ապացուցված փաստ է։ Որոշակի երկրներ արդեն խելք են եկել, սկսել են դատել իրենց կողմից, ասենք, գնացած նման կարգի պատերազմներին, վարձկաններին։ Օրինակ Չեխիայում, Սլովակիայում եւ այլ։ Այսինքն այն մարդկանց, այն երկրների հետ կապված, որոնք ասեն զգացել են վատ հոտը, գարշելի հոտ է գալիս իրադարձությունների զարգացումից։ Միայն Երևանում չեն զգում, թե հոտը արդեն լցում է ամբողջ մթնոլորտ իրենց շուրջ։ Ու կարող եմ կոչ անեմ իսկական հայերին եւ հայուններին, տղերք, աղջիկներ, միավորվեք։ Հերիք բոլ եղավ հանդուրժել ստրկությունը, այն էլ թուրքի տակ զարգացող ստրկությունը։ Միացեք նույն արցախցիների հետ, որոնք դուրս են եկել զուտ իրենց սոցիալական իրավունքների համար պայքարելու։ Միացեք։ Վանեք, օտարեցրեք մարդկանց, որոնք ասում են շատ լավ է, որ հայ գերիները Բաքվում են նստած բանտում։ Մեկուսացրեք նման մարդկանց, ինչ ազգանուն չլինի։ Գաղափարախոսական մեկուսացրեք։ Դուք չունեք հնարավորություն իրենց բերդ նստացնել ու ստիպել, որ նրանք նույն զրկանքները կերեն։ Բայց գաղափարական, ասենք, մտավորականի, ասենք, չափ մեկուսացում շատ ավելի ցավոտ վերքեր է էլի հասցնում։ Ու շարունակեք մտածել հայեցի։ Հիշեք մեր Վանը, հիշեք մեր, ասենք, ինչ քաղաք ասում ձեզ, Կարին քաղաքը, անգրագետները շարունակում Ərզրում ասել, հիշեք մեր Անի մայրաքաղաքը, հիշեք Վանա ծովը, Ախտամար կղզի, հիշեք Նախճիվանը, այո, ու երբեք մի մոռացեք Արցախը, դա մեր ընդհանուր վերքը, դա մեր ընդհանուր պարտք, Աստծո առջև, դրախտավայրը վերադարձել հայության ձեռքը, ու չի զիջել էլ ոչ մեկին, խնդրեմ,